Գյուղացու համար արհավիրքը հենց այսպիսի տեսք ունի, մի քանի րոպեում կորցրել են ամբողջ տարվա եկամուտը։ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում ենք։ Հունիսի 30-ի երեկոյան տեղացած ուժգին կարկուտի հետևանքները բառերով նկարագրելն անհնար է։ Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ եւ Դալարիկ բնակավայրերում բերքն ամբողջությամբ վնասվել է։ Ինչ անի, զավոդն չի վերցնում։ Ստանես պետանեն եկա, նայեք, խնդրեմ։ Նույներ են ծառանա։ Նայեք, այդտենց մի հատ չկա, որ ինքը նորմալ։ Սաղ վնասված է։ Նույնիսկ ցոգոլն է, դուք կարկուտի չափսը չեք պատկերացնում ու քամու հետ։ Սա 4 կողմից ֆռցրե խփել է ինքը։ Երևի մի 80%, 90%-ը վնասված է։ Ստել հավաքելու ոչ մի բան չի։ Այս արևն էլ խփելու է, սրանք կան, էսի հավքենցքի զավոդն էլ չի, էս ղակ ծիրանն է, ինչ է էսի։ Ակնկալել, որ մեկ ծառից թեկուզ 5 կիլոգրամ անվնաս ծիրան կգտնես, ինքնախաբեություն է։ Բացի այդ, ծառից ընտրել ու անվնասները քաղելը գրեթե անհնար է։ Հիասթափված են, ասում են, հենց այսպես դաշտում էլ կթողնեն բերքը։ Կարկտահարությունից հետո անմիջապես եկել եք, ձեր դաշտերը նայել եք։ Հենց եկել, նույն օրն եկել ենք, նույն օրն ենք եկել։ Նայել ենք, ես չեմ էլ ուզում նայեմ։ Չեք էլ ուզում գալ։ Չէ, ինչ կամ, հեսա տեսեք։ Հնարավոր չէ արդյոք ծախեն մի մասը։ Չէ, սա ինչ ծախենք, եթե ասենք ծախենք հողի ու ջրի հարգնը չի անելու, ինչ ծախենք։ Մերկուցից 2.5 տոննա ես բերք պիտի հանեի։ Առաջի տարին է էլի, բայց կողիններս արդեն երևում է 8-9 տոննա բերք էին էլի անելու, կիսագենցը, ընդե աշոտենցը կան։ Այս սեզոնին նման կարկուտն անոմալ է, գյուղացիները զարմանքով են ներկայացնում։ Մի քանի րոպեում սրբեց, տարավ։ Կարկուտի հատիկներն այնքան խոշոր են եղել, որ նույնիսկ ծառերի ճյուղերն են վնասվել։ Հաջորդ տարվա բերքի վրա եւս կազդի։ Կլենտին բերի աշտան, մեգա մնդապրս, առավոտարի արգելը տարու սկսեք հավքել։ Էլ ինչ առավոտ, ախպեր մարդ եմ ճարե որ գանք, անցավ մի 6-7 ժամ ու կարկուտը խփեց։ Հələ մի հատ սենց նկարեք, էլի, հələ նայեք։ Ամենակիչը, որ եղներ է 200 դրամ, դե մոտարապես մեր 600-700 հազար, էլի, դե մերը քիչ է։ Պարարտացրել եք, մշակել եք ամեն ինչ արել ենք։ Հողի, ջրի հարկ։ Ամեն ինչ։ Ոչ մի բան չի մնացել, էլի հավաքելու, դե արդեն պիտի բուժանույթի փող փակվենք, դեղ արդեն պիտի ջրի փող փակվենք, 1000 մի խնդիր որ պարկով ենք վերցրել, էլ այսան։ Մաքուր ծիրան չկա, սա խփած։ Վնասվել են ծիրանը, դեղցը, սալորը, նույնիսկ ընկույզը, դաշտերում էլ մշակաբույսերն են վնասված, լոլիկի բերքն ամբողջությամբ, նույնիսկ գարին ու ցորենը հունձքի ենթակա չեն։ Դալարիկում ապահովագրված այգիներ գրեթե չկան, գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, այս տարի առաջարկ չեն ստացել, կարծում են որպես ռիսկային գոտի, ապահովագրողները խուսափում են գալ։ Ապահովագրել եք այս տարի։ Չէ, չենք ապահովագրել։ Տարեսկզբից բոլորը դժգոհում էին, որ ապահովագրական ընկերությունները պարզապես չեն եկել։ Ձեզ մոտ եղել է, որ ձեզ հրավիրեն, առաջարկեն ապահովագրություն անել։ Չէ, չեն ասել։ Արմավիրի մարզպետարանում քաջատեղյակ են, փոխմարզպետը նախորդին անձամբ է այցելել կարկուտից տուժած բնակավայրեր։ Մարզպետի երահանգով այնտեղ իրականացրել ենք մշտադիտարկում եւ տեսել ենք այդ ինչպես դուք նշեցիք, շատ ահավոր տեսարանները ամբողջությամբ բնակիչների բերքերը եւ ինչպես նաեւ բանջարեղեն ամբողջությամբ վնասված էին։ Նույնիսկ կարելի ասել 100%-ով վնասված կերեն գրել բնակիչները, ծիրանենին ամբողջությամբ կարելի ասել էլ մթերման ենթակա չի։ Մարզպետարանին հաջողվել է Նոյ կոնյակի գործարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս պահին արդեն 63 դրամով 118 տոննա վնասված ծիրան են մթերել։ Վստահեցրել են, որ կշարունակեն մթերումը։ Հիմա համայնքը իրականացնում է գույքագրում ամբողջական վնասները եւ ներկայացնելու մեզ մենք էլ ներկայացնենք կառավարություն, որպեսզի հասկանանք ինչպես կարող ենք մեր բնակիչներին փոխհատուցում իրականացնել։ Վնասվել է ցորենի արտերը, լոլիկի արտերը, ծմերուկի բոստանները եւ այսպես
վնասվածքները համատարած էր եւ նույնիսկ մեր բնակիչները այնտեղ բարձրաձայնում են շատ հարցեր ռոռոկման վարձավճարների փոխհատուցման վերաբերյալ հողի հարկի այս պահին մենք գույքագրումից հետո ներկայացնելով կառավարություն քննարկենք թե ինչպեսի փոխհատուցում իրականացնենք։ Մարսեղ Նիկողոսյանը հիշեցնում է կառավարության հնարավորությունները անսահմանափակ չեն, բայց փոխհատուցում այնուամենայնիվ կլինի։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուշ։